Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մարգարա Եղեգնաձոր Սիսիան Գորիս ճանապարհի հայկական կողմի առաջարկից Ադրբեջանը չոգևորվեց եւ կարելի ասել նույնիսկ անարձագանք թողեց։ Հակառակ դրան հայաստանյան իշխանությունները ոգևորվեցին ու ցնծացին, երբ Ալիև կրտսերը իլուր աշխարհի ցուցադրական հայտարարեց, թե հնարավորություն է տալիս Ղազախստանից հացահատիկ ներմուծել Ադրբեջանով ու Վրաստանով դեպի Հայաստան։ Պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Ինչու ադրբեջանական կողմը չարձագանքեց հայաստանյան իշխանությունների առաջարկին կամ բարի կամքի դրսևորմանը։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ Ադրբեջանն ունի հստակ ռազմավարություն եւ Հայաստանին նաեւ ամբողջ աշխարհին հստակ ներկայացրել է ինչ է ցանկանում։ Դա ինքնին խոսում է այն մասին, որ Ադրբեջանի խնդիրը պարզապես ճանապարհ ստանալը չէ։ Ադրբեջանի խնդիրը պարզապես կոմունիկացիաներ ապաշրջափակելը չէ եւ սա տնտեսական իմաստով Ադրբեջանին նույնիսկ անհրաժեշտ չէ։ Ադրբեջանի համար այսպես կոչված Զանգեզուրյան երթուղին ունի ոչ թե զուտ տնտեսական նշանակություն, այլ ունի քաղաքական կոմունիկացիոն, գուցե նաև ռազմավարական նշանակություն եւ ոչ թե զուտ տնտեսական նշանակություն, ինչպես որ փորձ է արվում այն ներկայացնել։ Իրենց նպատակը մեկն է՝ Սյունիքը այս կամ այն կերպ վերցնել իրենց հսկողության տակ։ Ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ բաց հայտարարել է, որ խաղաղության ծրագիր կոչվածն առհասարակ իրեն հետաքրքիր չէ։ Ադրբեջանն իր զինանոցում Հայաստանից այլ պահանջներ եւս ունի։ Ըստ վերլուծաբանների այդ երկիրը դրանք կներկայացնի հետագայում եւ յուրաքանչյուր հերթական պահանջ բավարարելուց հետո առաջ կքաշի իհարկե նոր պայմաններ։ Հայաստանյան իշխանությունների խաղաղության ձեռքմեկնումը Ալիևան պատասխան է թողնում, ավելին այդ երկրի ղեկավարը այս անգամ ինչ-որ քարտեզների է հղում, հայտարարել է, թե Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանալիճ, բայց կա Գոյչալիճ։ Այդ քարտեզները պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղում էթնիկ կազմը փոխելու համար։ Այդ քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք։ Պատմական ընտրտուկների մեջ ընկնելու պարագայում կարող է հենց ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալտայում։ Դա նախատեսված է իր ներքին լսարանի համար։ Իսկ ինչպես է արձագանքում Հայաստանի ազգային ժողովի նախագահը, երբ Ալիևը հայտարարում է, որ 500,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան, Ալիևի ձևակերպմամբ իրենց պատմական հողեր։ Բռնապետը մտահոգություն է դրսևորել, թե դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին, որովհետև իրենք պետք է Հայաստան վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլն եւ այլն։ Ալիևի աչքը Հայաստանի տարածքների վրա է, նա նոր նախապայմաններ է առաջ քաշում, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարն ասում է, թե այդ երկրի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո փոխվել է, մեղմացել։ Նախարարը Ալիևի հայտարարությունը սակայն ոչ լսել է, ոչ էլ կարդացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել է, որ առաջադրվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար եւ գիծ ներկայացրել է իր կենսագրությունը։ Ալիևի տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ, ասել է Ալեն Սիմոնյանը արձագանքելով Ալիևի ես արդեն ասել եմ մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով հայտարարությանը։ Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանելու իմաստը չեմ տեսնում, նշել է Սիմոնյանը։ Միրզոյանը կոշտ է արձագանքել ադրբեջանցի լրագրողի Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին հարցին։ Նա նշել է, որ կուզեր ադրբեջանցի լրագրողից Երևանում լսել այլ հարց, որը չէր կրկնի պաշտոնական Բաքվի խոսույթը, քանի որ իրենք այդ թեմաները քննարկում են ադրբեջանցի գործընկերների հետ։ Ըստ Միրզոյանի էական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք է բերվել, խաղաղություն հաստատվել է, բայց կան հարցեր, որոնց շուրջ երկու երկրները չեն համաձայնվում։ Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։
Ես նշեցի արդեն, խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենական էական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, հրապարակված է, ստորագրված է, բայց կան հարցեր նաև, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Մենք չունենք անգամ համաձայնություն այն մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որը ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է, եւ հետեւաբար մենք եւ Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները եւ կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային։ Չկա այդպիսի բան։ Զանգեզուրի միջանցքը ավելի լայն հասկացություն է եւ դա վերաբերում է թրիփին, ի տարբերություն Հայաստանի դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը Հայաստանում այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում այլ։ Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ադրբեջանցի փորձագետը։ Նշենք, որ Երևանում անցկացվում է Օրբելի կենտրոնի կազմակերպած ֆորումը, որին մասնակցում են նաեւ ադրբեջանցի փորձագետներ։ Միջազգային իրավական հարցերի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է ոչ Եղիշե Կիրակոսյանի, ոչ իր օրոք Ադրբեջանի դեմ ներկայացված որևէ հայց հետ չի կանչվել։ Նման քննարկում չկա, եթե լինի, ապա ձեզ հաստատ տեղյակ կպահեմ, նշել է Անդրեասյանը, հավելելով, թե բոլոր դատական ատյաններում պաշտպանում է Հայաստանի շահերը։ Դիտարկմանը, որ նախաստորագրված պայմանագրում կա կետ, որ հայցերը պետք է հետ քաշվեն, Կարեն Անդրեասյանը պատասխանել է, նշելով, որ ուսումնասիրել է ողջ փաթեթը, գրասենյակը չի ստացել որևէ առաջարկ հայցերը հետ քաշելու։ Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը, ինչպես հայտնում են լրատվականները, ցուցմունքներ են տվել տուժողները, տարբեր մարդիկ եկել են դատարան ու պատմել, թե որտեղ եւ ինչ վիրավորում են ստացել եւ այլն, կամ թե իրենց հարազատները որտեղ են զոհվել։ Վարդանյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել եւ խնդրել դատական նիստին հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապատ ծառայության ներկայացուցչին։ Գլխավոր դատախազը խնդրել է դատարանին մերժել Վարդանյանի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը թողնել առանց քննության։ Ադրբեջանը շարունակում է Սպիտակ Եղեռն այս անգամ կրակահերթի տակ է պահել Արցախի Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Մասնագետները օրեր առաջ են փամփուշտի թարմ ու խորը հետքեր հայտնաբերել տաճարի պատերի վրա։ Հենց ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած լուսանկարներն են փաստում, որ վերջին 2 տարիներին Մարտունի քաղաքում գտնվող սրբավայրը լրջորեն վնասվել է։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Մանումենտ Ոչի խմբի մասնագետները վստահ են թիրախավորումը կանխամտածված է եղել։ Մենք երբ որ լուսանկարները դիտարկեցինք, երևաց, որ եկեղեցու պատերի վրա կրակահերթի թարմ հետքեր կան, այսինքն թարմ, որոնք 23 թվականից այն կողմ են արվել, ու պատուհանները ջարդված են։ Հայտնի է, որ քաղաքի ներսում 23 թվականին մարտեր չեն եղել, այսինքն երևում է, որ իրանք արվել է արդեն օկուպացիայի ժամանակ ու բնականաբար միտումնավոր։ Միտումնավոր են ադրբեջանական զինված ուժերը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ թիրախավորել այս եկեղեցին ու նրա շրջակայքը, անխնա ռմբակոծել Մարտունի քաղաքը, ասում է հնագետը, ընդգծում օկուպացված Արցախում վանդալները առ այսօր ջանասիրաբար ջնջում են հայոց հետքը, պղծում մեր սրբավայրերը, նորոգման անվան տակ խեղաթյուրում պատմամշակութային կոթողները, անարգում շիրիմները։ Սա միտումնավոր արվող քաղաքականություն է, որտեղ եթե մարտեր չկան այդ հատվածում, անիմաստ տեղը պատերի վրա կրակելու այլ բացատրություն, քան վանդալիզմը ու անդուժողականությունը չի կարելի գտնել։ Թվացյալ խաղաղությամբ թշնամին շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։ Վանդալի ձեռքը բռնող զսպող չկա, իրենց տիպիկ ու բնորոշ ձեռագրով մեկ առ մեկ անարգում ու հողին են հավասարեցնում հայի հոգևոր արժեքներն ու սրբությունները։ Անցնող տարիներին հասցրել են ոչնչացնել Շուշիի կանաչ ժամ, Բերձորի Սուրբ Համբարձման եւ Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Սա անհանդուրժողականություն է մշակութային բազմազանության կոնցեպտին առհասարակ։ Սա աշխարհի մշակութային ժառանգությանն է հարված, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բոլոր կոնվենցիաներում նշում է, որ ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգություն համամարտկային ժառանգության մի մասն է։ Հավատարին կոչմանն ու առաքելությանը թշնամին լծվել է հայկական հետքը մեկընդմիշտ վերացնելու գործին։ Միևնույն ժամանակ մասնագետներն ահազանգում են վտանգված է Արցախի, ասել է, թե համամարտկային պատմամշակութային ժառանգության ավելի քան 5000 հուշարձան։ Ներքին գործերի նախարարության բյուջեն հաջորդ տարի կնվազի 2 միլիարդ 355 միլիոն դրամով, 2026-ին գերատեսչությանը կհատկացվի 102 միլիարդ 644 միլիոն դրամ։ Նվազեցումները հիմնականում տեղի ունեցել երկու
ծրագրերի մասով ներքին գործերի կրթական ծառայություններ եւ ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջոցառումների մոնիտորինգ եւ վերահսկողություն ծրագրերով 2025-ին ֆինանսական հանցագործությունների մասին բավականին ահազանգեր են ստացել համապատասխան մարմինները ու չնայած այդ հանգամանքին Հայաստանում վիճակագրական պատկերում շատ փոքր տոկոս են կազմում այնպիսի հանցագործությունները, որոնք պլանավորված են, ներքին գործերի նախարարն է հայտարարում. Պիտի նկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը ուրախությամբ պիտի փաստեն, որ աչքի չի ընկնում կազմակերպված, նախապատրաստված լուրջ հանցագործությունների վիճակագրությամբ, որովհետև մեր վիճակագրական պատկերում շատ փոքր տոկոսն են կազմում այնպիսի հանցագործությունները, որոնք որ պլանավորված են, առավելապես նաև սպանությունների ընդհանուր պատկերում նկատում ենք այնպիսի դեպքերը, որոնք որ պահի ազդեցության տակ առաջացած վիճաբանության շարունակություն են որպես այդպիսին։ Միջանձնային լարված հարաբերություններն ու դրանց հետևանքով կատարված հանցագործությունները շարունակում են խնդրահարույց թեմա լինել հանրության շրջանում։ Այդ մասին են փաստում Հայաստանում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը։ 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է 2117 հաղորդում, նախորդ տարվա 1675 հաղորդման դիմաց։ Այս տարի գրանցված հաղորդումների հիման վրա կայացվել է 499 նախազգուշացում, 1405-ով անհետաձգելի միջամտության որոշում։ Փոփոխվել է պատկերը եւ հատկապես ընտանեկան բռնության զոհ հանդիսացող անձինք ավելի հաճախ են դիմում ոստիկանությանը եւ մենք կարողանում ենք այս դեպքերը ընդհանուր պատկերում գրանցել եւ հետեւողականորեն շարունակել։ Հայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունները այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ նվազել են 4%-ով։ Նախարարի խոսքով այս համատեքստում նաև ընտանիքների ու կրթական հաստատությունների հետ աշխատանքի կարիք կա։ Ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին կամ դպրոցները ահազանգեր չեն տրամադրում։ Այս ուղղությամբ աշխատանքներ նախարարությունը կշարունակի իրականացնել նաև հաջորդ տարի իրավիճակը տեսադաշտում պահելու եւ գործության դեպքերը կանխելու համար։ Երևանում անցած շաբաթ 700 մարդ տուգանվել է ուղևարց չվճարելու համար։ Ուղևարց չվճարողներին տուգանելու որոշում ուժի մեջ է մտել 2025-ի օգոստոսի 1-ից։ Խախտումների համար տուգանքները տատանվում են 3000-ից մինչև 15000 դրամ։ Ազգային ժողովի համատեղ նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ հանրապետությունում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 391-ով, զենքի ռազմամթերքինը աճել է 249-ով։ Գործընկերներ, տրամաբանական է, որ եթե պետությունը պայքարում է ապօրինի թմրաշրջանառության դեմ, նշանակում է վիճակագրական առումով պիտի ունենանք աճ։ Այսինքն պետության տեսադաշտում պիտի հայտնվեն բոլոր այն դեպքերը, որոնք որ կապ ունեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ եւ բնականաբար մեր վիճակագրական պատկերում հենց այդպիսի իրավիճակ է արձանագրվում։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը աճել է 18.1%-ով Եվ պիտի նաև նշեմ, որ այստեղ արգրավումների էական փոփոխություն ունենք, իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում 9 ամսվա հաշվարկով արգրավել եւ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ նույն 9 ամսվա ժամանակահատվածի համադրությամբ։ Նախորդ տարվա 9 ամսվա կտրվածքով մենք շրջանառությունից հանել էինք շուրջ 205 կիլոգրամ թմրամիջոց։ Նշեմ, որ արգրաված թմրամիջոցներից 37 կիլոգրամ 175 գրամը սինթետիկ տեսակի են։ Ինչու եմ սա հատկապես ուզում առանձնացնել, որովհետև մենք մարտավարական առումով հատկապես ուշադրություն ենք դարձնում այն թմրամիջոցներին, որոնք անձանց առողջության վրա կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, եւ ըստ այդմ ռազմավարությունը եւս որոշակի կատեգորիզացիա նախատեսել է այս տրամաբանության մեջ։ Եվ անդրադառնալով միայն ոստիկանության կողմից արձանագրված դեպքերին, պիտի փաստեմ, որ ընդհանուր այս պատկերում միայն ոստիկանության կողմից հաշվետու ժամանակահատվածում, այսինքն 9 ամսվա կտրվածքով արգրավել է 290 կիլոգրամ 683 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 128 կիլոգրամով շուրջ ավել է նախորդ տարվա համադրությամբ հենց ոստիկանության արձանագրած ցուցանիշներից։ ՀՌՀ կողմ չէ շողակաթ հեռուստաընկերության փակմանը, բայց հոգևոր կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպիտի լինեն։ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում անդրադարձել է շողակաթ հեռուստաալիքի շուրջ ծագած քննարկումներին, նշելով, որ ալիքը 2022-ին օրենքով այլևս հոգևոր մշակութային չէր, այլ կրթական մշակութային, ուստի հոգևոր հաղորդումները չէին կարող տեղավորվել այդ ձևաչափում։ Նրա խոսքով շողակաթը չէր ապահովում իր օրենսդրական պարտավորությունները։ Վարկանիշը նվազել էր գրեթե
եզրոյի, եւ սա վաղ թե ուշ պետք է լուծում ստանար։ Հակոբյանը ընդգծել է, որ օրենքի ճիշտ կամ սխալ լինելը հանձնաժողովը չի մեկնաբանում։ Նշենք, որ տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությամբ առաջարկվում է հանրային հեռարձակողների թիվը սահմանել առնվազն 2-ով։ Նախաձեռնության հեղինակներն են Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրելյանը, իսկ կառավարությունը տվել է դրական եզրակացություն, նշելով, որ խոսքը հեռուստաալիք փակելու մասին չէ։ Ծափաթաղցի 3-ամյա Տիգրանին որոնեցին մի քանի օր։ Ոստիկանները, փրկարարները, կամավորներն ու ողջ գյուղը այս օրերին ամենուր էին։ Նայում էին ամեն ծառ ու թուփ, գործի դրվեցին ԱԹՍ-ներ։ Նոյեմբերի 2-ին տղայի մարմինը հայտնաբերվեց Ծափաթաղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա, Դաշտամիջյան հատվածում։ Ցավոք երեխայի մարմինը հայտնաբերվել է իր բնակության վայրից մոտ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Տիգրանն անհետացել էր հոկտեմբերի 27-ին իրենից 2 տարով մեծ եղբոր հետ դուրս էր եկել։ Եղբայրը, որ հաշմանդամություն ունի, չի խոսում, տուն էր վերադարձել, փոքրիկը ոչ։ Շոկային բացահայտումը ՆԳՆ նախարարը հայտնեց խորհրդարանում, ասաց նախնական տվյալներով Տիգրանին խեղտամահանելու ճանապարհով սպանել է հայրը։ Կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Ոստիկանները, քննիչներն ու ԱԱԾ աշխատակիցները հսկայածավալ աշխատանքի արդյունքում են բացահայտել դեպքը։ Ըստ ներքին գործերի նախարարի վարկած առաջին իսկ օրվանից եղել է իրենց ուսումնասիրության շրջանակում։ Այլ մանրամասներ հանրայնացնել նախաքննության շահերից ելնելով Արփինե Սարգսյանը չի ցանկացել։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Մեկ շաբաթից ավելի է Պարյուր Սևակ փողոցից դեպի Ազատության պողոտատանող հատվածը կոյաջրերն են ողողել։ Ոստիկանության Արաբգիրի բաժնի մոտ կոյուղատարն է վնասվել, ինչի պատճառով գեղտաջրի հոսքը չի դադարում։ Ջրի հեռացման բանն էլ չի աշխատում, լստնա այ։ Որ պետք է ջուրը քաշի տանի։ Քաղաքային տրանսպորտներն էլ, այս գեղտաջրի մեջով է թիմա։ Կոյաջրերը տարածքում ամեն ինչ են ողողել, քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառները, հետիոտնային անցումներն ու մի ամբողջ փողոց։ Անցուդարձան էլ չի լինում։ Հետիոտնի համար նախատեսված ճանապարհն է։ Մարդը ո՞նց անցնի։ Էս էլ հետիոտնի ճանապարհ է կոչվում, դե մարդ արի անցի։ Չէ՞ տատ, այդ ո՞նց է ասես կեղտաջրի մեջով։ Լոդկա։ Կեղտաջրի միջով են մեքենաները վարում, չհաշված ագին սննդի կետեր կան, հիմնարկներ կան, առևտրի կետեր կան, մանկապարտեզներ, դպրոցներ, ու այս ամբողջ կեղտաջուրը քանի օր ասես գնում է։ Քաղաքային տրանսպորտը ստե կանգնում է ու մարդիկ փայլևան պետք է լինեն որ Անցորդներն ու տարածքի բնակիչները վեոլաջրի ու քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում գալու ու տեղում համոզվելու համար, թե ինչ սարսափելի վիճակ է։ Ներեխեք այս ջրի մեջ խաղում են։ Արմավիրի Մխիթար Հերացի փողոցի 8-րդ եւ 10-րդ շենքերի բակային հատվածներում, նկուղներում, խաղահրապարակներում ու անգամ փոքրիկ այգիներում հակասանիտարական վիճակ է։ Կարշահոտն ամենուր է, անգամ երրորդ հարկի բնակարաններում պատուհանված էլ չեն կարողանում։ Դա բաթեք, բաթեք, երբ մենք հակ մակրենք։ Իրար պարտականություններ չեն անում։ Էլ էս կամպոտները, զակատները կուտվի։ Համաճարակի վտանգ կա, պետք է ջրահեռացման խողովակները փոխվեն, հավելում են բնակիչներն ու խնդիրը հիմնովին կլուծվի։ Անցուդարձ անել չեն կարողանում։ Պարզապես
այստեղ պետք է լինեք, որ զգաք այս անտանելի հոտը։ Բնակիչները նշում են, որ կանոնավոր վճարումները կատարել են ու շարունակում են կատարել Վիոլա ջրին, սակայն խնդրի մասին 20 օր է ահազանգում են Վիոլա ջրից պատասխանում են։ Վիոլա ջուրը ի՞նչ է պատասխանել ժողովուրդ։ Վիոլա ջուրը պատասխանում է, գնացել են Կարմավերի մասնաճյուղը Վիոլա ջուրի։ Ասել է գնացեք ում ուզում եք բողոքեք։ Բայց չեք ասում վճարում են կատարում ձեր գործնակ։ Ասես մեր չեդակը ում ուզում եք գնացեք բողոքեք։ Երբ խոսքից ասում են բանը վերջը նա հերթով դկանք ծանենք, հերթով։ Հələ անում են։ Հələ անում են։ Կամ ասֆալտ են անում, քանդում են, սարքում են, քանդում Այդ լուկերը այնտեղ բանը, այդտեղ շա 15 օրը բնակիչները փորձում են կապ հաստատել Վիոլա ջրի եւ Արմավիրի քաղաքապետարանի հետ։ Նրանք ճարահատյալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին են այս կերպ դիմում խնդիրը կարճ ժամանակում չլուծելու դեպքում կդիմեն կտրուկ միջոցների։